Երբ հատուկ հանձնաժողովը մտավ Երանի կիբեռնետիկայի ինստիտուտի թվեցին երկրորդ հարկը 1990-ին, նրանք գտան մեկ բան, որը չպետք է գոյություն ունենար։ Մետաղյա պահարանում, որը պահանջում էր 3 բանալի միաժամանակ, պահվում էին Նաիրի վերջին մոդելի ամբողջական նախագծերը։ Այնքան գաղտնի, որ նույնիսկ նախարարությունը չգիտեր դրանց մասին։ Բայց 1991-ի մարտի 13-ից հետո այդ փաստաթղթերը անհետացան առանց հետքի թողնելու։ Ով վերցրեց դրանք։ Եվ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այդ չափագրերը, որ մեկը պատրաստ էր ռիսկի դիմել ամեն ինչ, դրանք ոչնչացնելու համար։ Երանը երբեմն կոչվել է Խորհրդային Միության Սիլիկոնյան ձոր։ Ոչ միայն բառերի համար։ 70-րդ տարիներին այստեղ արտադրվում էր խորհրդային ամենաառաջադեմ էլեկտրոնային տեխնիկան։ Նաիրի համակարգիչները, որոնք աշխատում էին ատոմակայաններում, ռազմական օբյեկտներում, գիտական կենտրոններում։ 100 հազարավոր մարդ աշխատում էին այս ոլորտում։ Գործարանները կառուցվել էին ստորգետնյա ապաստարաններով։ Տեխնոլոգիաները դասակարգված սուպերգաղտնի մակարդակով։ Եվ ամեն ինչի հիմքում կանգնած էր մեկ մարդ՝ Ֆադեյ Սարգսյան։ Ակադեմիկոս, ով բերեց հայերին համակարգչային դարաշրջան։ Բայց երբ խորհրդային համակարգը փլավ, երբ գործարանները սկսեցին դադարել, երբ միլիարդավոր ռուբլիների արժողությամբ սարքավորումները սկսեցին անհետանալ, Սարգսյանը պահպանեց լռություն։ Նա չպատասխանեց, երբ հարցրին, որտեղ են չափագրերը։ Չբացատրեց, երբ հայտնաբերվեց, որ միլիոնների գումարներ փոխանցվել են անհայտ հաշիվներին։ Նա միայն կրկնում էր մեկ բան՝ ես հավատարիմ էի գիտությանը։ Բայց այդ հավատարմությունը, թե վճարված թաքնվածություն։ Ներկայացրեք ինքներդ ձեզ։ Դուք, Երկրի պաշտպանության խորհրդի անդամ։ Ձեր գրասենյակում պատին կախված է գահ կարմիր ամենագաղտնի հավաստագրերը։ Դուք գիտեք ամեն ինչ նախագծերի մասին, յուրաքանչյուր գործարանի հողատարածքի մասին, յուրաքանչյուր պահարանի գաղտնակարգերի մասին։ Եվ հանկարծ մի օր, դուք հասկանում եք, որ դրանցից շատերը պարզապես կարելի է ծախել։ Այդքան պարզ։ Փոխակերպել խորհրդային գաղտնիքները անձնական բանկային հաշիվների բազմակի զրոների մեջ։ Գործարանի հողամասը վաճառել թուրքական ընկերություններին։ Սարքավորումները մասերի տարանջատել առաքել արմուտք։ Սեղմված փաթեթներով, քողարկված որպես մետաղե աղբ։ Հիմա պատկերացրեք, դուք պետք է ընտրեք հավատարմության սեփական կյանքի միջ։ 1990-ին հատուկ խումբը կատարեց ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց առաջնորդին։ Սարգսյանը համեստ էր։ Նա ապրում էր պարզ բնակարանում Կասկադի մոտ։ Քայլում էր ոտքով աշխատանքի։ Հագնում էր մի նույն մուգ կոստյումը տարիներ շարունակ։ Մարդիկ հիշում են նրա մեղմ ձայնը, երբ նա խոսում էր ուսանողների հետ կիբեռնետիկայի մասին։ Բայց գաղտնիությունները չեն մնում թաքնված հավերժ։ Հատկապես, երբ դրանք գրված են թվերով։ Երանի կիբեռնետիկայի ինստիտուտը 1986-ին ստանում էր 12 միլիոն ռուբլի տարեկան բյուջե։ Հսկայական գումար Խորհրդային Միությունում։ Հետագայում այդ բյուջեն աճեց մինչ 24 միլիոն։ Իսկ երբ խորհրդային համակարգը փլավ, փաստաթղթերը ցույց տվեցին, որ Սարգսյանի անձնական ստորագրությամբ փոխանցվել է 5 միլիոնից ավելի անծանոթ օֆշորային հաշիվներ։ Համագործակցության համար, ասում էր հիմնավորումը։ Բայց ո՞ր համագործակցության։ Ո՞վ էին այդ անծանոթ ընկերությունները Կիպրոսում, Շվեյցարիայում։ Ինչպես համեստ ակադեմիկոսը, ով երբեք չէր ճանապարհորդել արմուտք, ուներ կապեր նման կառույցների հետ։ Պատասխանները գտնվում էին մի տեղում։ Բայց պահարանը, որտեղ պահվում էին դրանք, պարզվեց դատարկ։ Գործարանը Աբովյանում։ Միկրոն անվանումով սուպերգաղտնի միկրոչիպերի արտադրությամբ։ Տարեկան արտադրում 100,000 միավոր, յուրաքանչյուրը հավասար մի փոքր ամբողջ հաշվարկային մեքենայի։ 1990-ին գործարանն անակնկալի դադարեց աշխատանքը։ Պաշտոնական պատճառը՝ էներգետիկ ճգնաժամ։ Բայց աշխատողները հիշում են ինչ-որ այլ բան։ Հիշում են, որ գործարանի տնօրենը, Սարգսյանի անմիջական ուսանողը, մեկ օր պարզապես չհայտնվեց աշխատանքի։ Հիշում են, որ գիշերվա ժամը 2 հսկա բեռնատարները լիցքավորվեցին սարքավորումներով։ Պաշտոնական ելակետային կետը՝ դեռ մեկ այլ գործարան Գյումրիում։ Բայց այդ բեռնատարները երբեք չհասան Գյումրի։ Փոխարենը, դրանք վերստացվեցին անցած սահմանի մոտ։
Իսկ պետական անվտանգության մի աշխատակից, ով խոստացել էր վկայություն տալ դատարանում, մեկ շաբաթ հետո հանկարծակի մահացավ սրտի կաթվածից։ Նա ընդամենը 43 տարեկան էր։ Ինչու ոչ ոք չդադարեցրեց։ Այդ հարցը տանջում է նրանց, ովքեր կանգնած էին գործարանի դարպասների առաջ դիտում, թե ինչպես է իրենց ապագան բեռնավորվում անծանոթ բեռնատարներում։ Պատասխանը պարզ, սարսափելի միաժամանակ։ Մարդիկ գիտեին։ Պաշտոնյաները գիտեին։ Անգամ պետական անվտանգության որոշ ծառայողներ գիտեին։ Բայց գործարքը չէր վերաբերում միայն սարքավորումների վաճառքին։ Այն վերաբերում էր նոր իրականությանը, որտեղ Խորհրդային Միությունը այլևս չկար։ Իրականությանը, որտեղ ով ունի ավելի շատ տեղեկություններ կապեր, ստանում է ամեն ինչը։ Սարգսյանը չէր մենակը։ Նա ուներ ամբողջ ցանց, երկուսյակից ավելի մարդկանց, ովքեր սահմանվել էին որպես ռազմավարական խորհրդատուներ։ Այդ մարդիկ հանդիպում էին գիշերները Նորք թաղամասի մասնավոր տներում։ Խոսում էին ոչ թե գիտության մասին։ Խոսում էին հողի, փողի, ապագայի մասին։ Ովքեր էին դրանք։ Ինչպես փոխակերպվեց գիտնականների խումբը գործարքի մեքենայի։ Հիմա այս անունները պետք է հիշել։ Անուններ, որոնք զրույցներում երբեք չեն հնչել բարձր։ Վազգեն Կ. գործարանի Միկրոն նախկին փոխտնօրեն։ Մեկը, ով 1991-ին հայտնվեց Իստանբուլում, բացեց համատեղ ձեռնարկություն թուրքական համընկեր ընկերության հետ։ Նրա հիմնական աշխատանքը հայկական էլեկտրոնային սարքավորումների ներմուծումը։ Համընկնություն Արման ֆինանսական նախարարության կոնսուլտանտ, ով ստորագրեց թույլատվությունները սարքավորումների արտահանման համար, որպես ոչ ռազմավարական տարր։ Իսկ ինչու միկրոչիպերը, որոնք օգտագործվում էին հրթիռային համակարգերում, ճանաչվեցին ոչ ռազմավարական։ Սերգեյը, բանկի տնօրեն, ով կազմակերպեց արտագնա փոխանցումները։ Բանկային վավերագրերը ցույց են տալիս 55 անհատական գործարք մեկ տարվա ընթացքում։ Յուրաքանչյուրը մի քանի միլիոն ռուբլի։ Այդ մարդիկ չեն գործել առանձին։ Նրանք ունեին հանձնարարություններ։ Ունեին պլան։ Եվ ամենակարևորը, ունեին մեկին, ով ճանաչում էր դրանք բոլորին, ով գիտեր յուրաքանչյուրի գաղտնիքները։ Սարգսյանը 1990-րդի սեպտեմբերին խոսեց Գիտությունների ակադեմիայի բաց նիստում։ Նրա ելույթը տևեց 20 րոպե։ Նա խոսեց հայկական գիտության գեղեցիկ ապագայի մասին։ Մեջբերեց փիլիսոփաներ, մաթեմատիկոսներ։ Չնշեց նույնիսկ մեկ անգամ, որ Նաիրի համակարգիչների արտադրությունը գործնականում դադարել է։ Չնշեց, որ գործարանները կանգ են առել։ Չխոսեց բեռնատարների մասին, որոնք գիշերները դուրս էին տանում սարքավորումները։ Նա լուրջ լռեց, երբ մի երիտասարդ ինժեներ հարցրեց, ինչու գործարանում չկան պատվերներ։ Միայն ասաց, անցումային շրջանը դժվար է բոլորի համար։ Բայց դահլիճի մյուս մասում նստած էր մեկը, ով գիտեր ճշմարտությունը։ Ով գիտեր, որ անցումային շրջանը Սարգսյանի համար նշանակում էր անձնական հարստություն։ Ով մարդիկ հիշում էին, թե ինչպես Սարգսյանը, մեկ օր անսպասելի կերպով, վերադարձավ Երևան, շքեղ գերմանական մեքենայով։ Ոչինչ չբացատրեց։ Ասաց, նվեր ռուս գործընկերներից։ Բայց որ գործընկերներ ձեռքեր մեքենաներ նվիրում փոխարենը բան չառնելու համար։ Փողը երբեմն թողնում է հետքեր։ Նույնիսկ երբ փորձում ես թաքցնել։ 1992-րդի հունվարին մի փոքր բանկը Լիխտենշտայնում ստացավ փոխանցում $5 միլիոն չափով։ Փոխանցումը եկավ կիպրոսյան ընկերությունից, անունը Techconsult International։ Այդ ընկերությունն ուներ մեկ տնօրեն, մեկ հաշվապահ, մեկ հասցե, փոքր գրասենյակ Լիմասոլում։ Տնօրենը հոլանդացի քաղաքացի, ով երբեք Կիպրոս չէր եկել։ Հաշվապահը տեղական ընկերություն, որը ծառայություններ էր մատուցում հարյուրավոր այլ օֆշորների համար։ Իսկ փողերի իրական ծագումը հետագծվեց մինչ Հայաստանի պետական բյուջե։ Ճշգրիտ ասած, Կիբեռնետիկայի ինստիտուտի հատուկ ֆոնդ։ Հատուկ ֆոնդը, որի օգտագործումը պահանջում էր երկու ստորագրություն, ինստիտուտի տնօրենի, Հանրապետության գիտության գլխավոր վարչության ղեկավարի։ Տնօրենը Սարգսյանն էր։ Վարչության ղեկավարը Հրաչ Կ. նրա համալսարանական ընկերը, նրա երկարամյա գործընկերը, նրա միակ բարեկամը, ով գիտեր բոլոր գաղտնիքները։ Բարեկամությունը երբեմն ամենաթանկ բանն է, որ կարող ես վճարել։ Հրաչ Կ. Սարգսյանը ճանաչում էին իրար 40 տարի։
Նրանք ուսանում էին Մոսկվայում, աշխատում էին միասին Երևանում, երազում էին միասին հայկական տեխնոլոգիական հեղափոխության մասին։ Երբ Սարգսյանը դարձավ կիբերնետիկայի ինստիտուտի տնօրեն, նա առաջին հերթին նշանակեց Հրաչին իր փոխտնօրենի պաշտոնում։ Երբ պետք էր մեկը Մոսկվայի համար կապերը կառավարել, Սարգսյանը ուղարկեց Հրաչին։ Երբ պետք էր ստորագրել ամենագաղտնի պայմանագրերը, Սարգսյանը հարցրեց Հրաչի կարծիքը։ Նրանք վստահում էին իրար ամբողջովին։ Մինչ մի օր, երբ Հրաչը հայտնաբերեց այն, ինչ չպետք է տեսներ։ 1990-րդի օգոստոսի վերջում, երբ Սարգսյանը գնացել էր Մոսկվա, Հրաչը պատահաբար մտավ տնօրենի գրասենյակ փաստաթուղթ փնտրելու համար։ Պահարանը բաց էր։ Ներսում բանկային վկայականները, փոխանցումների հիմնավորումները, անծանոթ կազմակերպությունների հետ պայմանագրերը։ Հրաչը չհավատաց իր աչքերին։ Նա պատճենեց ամենակարևոր փաստաթղթերը պահեց դրանք տանը։ Երբ Սարգսյանը վերադարձավ, Հրաչը շատ մտածեց, ասել, թե լռել։ Որոշումը եկավ անսպասելի ձով։ Սարգսյանը կանչեց Հրաչին իր գրասենյակ ուղղակի հարցրեց. «Դու տեսա՞ր»։ Հրաչը պարզապես գլուխը շարժեց։ Այո։ Սարգսյանը նստեց, հանեց ակնոցները, սրբեց դրանք երկար լռության մեջ։ Այնուհետ ասաց մեկ բան, որը Հրաչը չէր սպասում լսել. «Մենք բոլորս անելու ենք նույնը։ Կա ընտրություն, մնալ մեռյալ համակարգում կամ փրկել այն, ինչ կարող ենք»։ Հրաչը հարցրեց. «Փրկել, դա նշանակում է գողանալ»։ Սարգսյանը պատասխանեց հանգիստ, գրեթե փիլիսոփայական տոնով. «Դա նշանակում է ապահովել, որ տեխնոլոգիան չմնա հիմար բյուրոկրատների ձեռքերում»։ Բայց Հրաչը տեսավ ուրիշ բան նրա աչքերում։ Տեսավ վախը։ Վախը, որ մեկը կբացահայտի։ Վախը, որ ամեն ինչը կկորչի։ Այդ գիշեր Հրաչը վերադարձավ տուն գրեց երկարատ նամակ իր եղբորը, մի պաշտոնյայի, ով աշխատում էր գլխավոր դատախազության մեջ։ Նա նկարագրեց ամեն ինչ, ինչ գիտեր։ Բայց նամակը երբեք չուղարկեց։ Հաջորդ օրը Սարգսյանը առաջարկեց նրան անդամակցություն տական խորհրդատվական խմբում։ Անդամակցություն, որը ներառում էր եկամուտներ։ Մեծ եկամուտներ։ Ով մեղավոր է, երբ համակարգը ինքը փլավ։ Սարգսյանը երբ անգամ խոսեց այս մասին բարձրաձայն, բաց երեկույթի ժամանակ, երբ միսը նրա շքեղ բնակարանում հավաքեց պետք դնող մարդկանց։ Նա խոսեց պատմության անխուսափելիության մասին։ Ասաց, Խորհրդային Միությունը կործանվեց ոչ թե մեզանից, այլ իր հիմարությունից։ Ժպտաց ավելացրեց, մենք պարզապես փնտրում ենք ապահովված ապագա։ Բայց սենյակում նստած մեկը դրան չհավատաց։ Նա հիշում էր, թե ինչպես Սարգսյանը երբեմն պարծենում էր հայկական էլեկտրոնիկայի մասին։ Հիշում էր ելույթները կոնֆերանսներում, երբ նա խոսում էր, հայկական միտքը առաջ է։ Հիմա այդ միտքը վաճառվում էր մասերով։ Գործարանները դատարկ էին։ Գիտնականները փախչում էին արտերկիր կամ աշխատում այլ ոլորտներում։ Իսկ Սարգսյանը ապրում էր ավելի լավ, քան երբևէ։ Նրա ընտանիքը տեղափոխվել էր նոր վիլլա Արզնու լճի մոտ։ Նրա որդին ուսանում էր Փարիզում։ Նրա դուստրը վարում էր կարմիր Մերսեդես, որի արժեքը հավասար էր տասնամյա զարգացման ինստիտուտի ամբողջ բյուջեին։ Բայց երբ լրագրողները հարցնում էին, ինչպես, նա միշտ պատասխանում էր նույնը՝ խնայողություններ տարիների աշխատանքից։ Որ խնայողություններ, երբ ակադեմիկոսի պաշտոնական աշխատավարձը 300 ռուբլի էր ամսական։ Կիբերնետիկայի ինստիտուտի նկուղի գաղտնի դռներն առաջին անգամ հայտնաբերվել են 1958-րդի կառուցման ժամանակ։ Պաշտոնապես դրանք նախատեսված էին որպես տեխնիկական թունելներ կապի համար։ Բայց ճարտարապետական պլաններում, որոնք մնացել էին արխիվներում, տեսանելի էր ուրիշ բան՝ մի ամբողջ համակարգ ստորգետնյա անցումների, որոնք կապում էին ինստիտուտը 3 տարբեր շենքերի մի հատուկ բունկերի հետ։ Ո՞վ էր պլանավորել այդ թունելները։ Ո՞ր էին դրանք տանում իրականում։ Եվ ինչու 1990-րդի դեկտեմբերին Սարգսյանը ամեն գիշեր ուշ ժամերին ստուգում էր այդ երթուղիները, մեկ հավատարիմ պահակի ուղեկցությամբ։ Պահակի անունը Արթուր էր։ Նա աշխատում էր ինստիտուտում 25 տարի։ Տեսել էր ամեն ինչը՝ գիշերային փորձարկումները, գաղտնի հանդիպումները, արտակարգ իրավիճակները։ Բայց դեկտեմբերի գիշերները տարբեր էին։ Սարգսյանը հայտնվում էր ժամը 11-ից հետո, մենակ, առանց վարորդի։ Նա չէր գրանցվում հյուրարանում։ Արթուրը բացում էր հատուկ դուռը, որը տանում էր ստորգետնյա մակարդակ։
Նրանք իջնում էին երկու հարկ ներք, այնտեղ, որտեղ օդը խոնավ էր հեռվում լսվում էին մետրոյի թույլ ռումբը։ Թունելները լուսավորված էին միայն կախովի անջատիչներով։ Սարգսյանը քայլում էր դանդաղ, հաշվում էր քայլերը, կանգ առնում էր յուրաքանչյուր ճյուղավորման մոտ։ Մի գիշեր Արթուրը հարցրեց. «Ինչու»։ Սարգսյանը չպատասխանեց իսկույն։ Նա շարունակեց քայլել դեպի այն բաժինը, որը տանում էր դեպի հին բունկերը։ Այնտեղ, որտեղ պահվել էին արտակարգ իրավիճակների համար սնունդ, ջուր, էներգիայի պաշարներ։ Այնտեղ, որտեղ հենց հիմա կային նոր տուփեր, փոքր, կապտամելոր, թվագրված միայն կոդերով։ Սարգսյանը դիպավ մի տուփին, հանեց մի փաթեթ, դրեց իր պայուսակը։ Այնուհետ ասաց Արթուրին նշելու համարը հատուկ տետրակում։ «Փակ ինչու՞, պարոն պրոֆեսոր», կրկնեց Արթուրը հարցը։ Սարգսյանը հանեց ակնոցները, սրբեց դրանք կավճի անկյունով իր շապիկից, հայացքը հեռու որտեղ։ «Որովհետ կարող է գալ ժամանակը, երբ վերի դռները այլս ապահով չեն լինի», ասաց նա։ «Ո՞մ համար», փորձեց հասկանալ Արթուրը։ Սարգսյանը հայեցավ նրան, այն հայացքով, որը կարծես լուսաբանում էր ողջ ճշմարտությունը միանգամից։ «Մեզ համար, ովքեր գիտենք չափազանց շատ», պատասխանեց նա շարժվեց հետ դեպի ելք։ Երբ նրանք հասան մակերույթ, Սարգսյանը փակեց հատուկ դուռը երկու բանալիով տվեց Արթուրին կիսով չափ շատ փող, քան նրա եռամսյակային աշխատավարձը։ «Մի խոսիր ոչ մեկի հետ այն մասին, ինչ տեսար», ասաց նա։ Բայց նրա ձայնը թրթռում էր։ Հաջորդ օրը Արթուրը տեսավ ուրիշ բան, տեսավ, թե ինչպես մի անծանոթ մարդ, ում նա երբեք չէր տեսել ինստիտուտում, մտավ Սարգսյանի գրասենյակ առավոտյան ժամը 7-ին։ Գրասենյակի դուռը փակվեց։ Արթուրը լսեց բարձրացած ձայներ։ Մեկը խոսում էր ռուսերեն, կոշտ, հարավային առոգանությամբ։ Սարգսյանը պատասխանում էր հայերեն, ապա անգլերեն, որպես կամուրջ։ Երբ այցելուն դուրս եկավ, նրա դեմքը խստագույն էր։ Նա անտեսեց Արթուրին անմիջապես հեռացավ շենքից։ Սարգսյանը մնաց գրասենյակում 3 ժամ։ Երբ նա ելավ, նրա աչքերը կարմիր էին, կարծես լաց էր եղել, կամ չէր քնել։ Արթուրը փորձեց մոտենալ, հարցնելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Սարգսյանը միայն շարժեց գլուխը հեռացավ։ Երեկոյան Արթուրը գտավ ժողովրդագրական նոտ իր մետաղյա պահարանում, այլս մի բաց ստորգետնյա դռները առանց իմ ներկայության։ «Թույլ մի տուր ոչ մեկին»։ Բայց ինչ էր տեղի ունեցել այդ առավոտյան այնքան անսովոր, որ Սարգսյանը, ով միշտ կառավարում էր իր էմոցիաները, հանկարծ կորցրեց հսկողությունը։ Պատասխանը գտնվում էր մի փաթեթի մեջ, որը եկավ 1 շաբաթ անց։ Արթուրը ստանձնեց փաթեթը կուրիերից երեկոյան ժամը 8-ին։ Դրա վրա ոչ մի ծագման հասցե, միայն Սարգսյանի անունը, գրված լատինատառ։ Փաթեթը կարծր էր, ծանր, կնքված կարմիր մոմով։ Արթուրը զանգահարեց Սարգսյանին։ Ձայնը, որը լսեց հեռախոսով, հանգիստ չէր։ «Բեր անմիջապես իմ տուն», ասաց Սարգսյանը։ «Անձամբ ինձ, ոչ ոքի ուրիշին»։ Արթուրը տարավ փաթեթը Սարգսյանի վիլլա Արզնու մոտ։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ ուրիշ մարդու։ Սարգսյանը թերահավատորեն նիհար էր դարձել, դեմքը մոխրագույն, շարժումները նյարդային։ Նա խլեց փաթեթը Արթուրի ձեռքից, չասաց նույնիսկ շնորհակալություն, փակեց դուռը։ Արթուրը կանգնած մնաց դրսում, հարցականներով լի։ Ներսից լսվեց ինչ-որ բան ընկնող ձայնը, ապա լռություն։ Միթե այս էր մարդը, ով մի քանի ամիս առաջ խոսում էր պատմության անխուսափելիության գիտության հաղթանակի մասին։ Հիմա նա թվում էր որս, որը հասկանում է, որ որսորդները մոտենում են։ Բայց ովքեր էին այդ որսորդները։ Բժիշկը հայտնվեց առանց նախազգուշացման։ 1992-ի փետրվարին Սարգսյանը կանչեց իր անձնական թերապևտին գիշերվա ժամը 3-ին։ Բժիշկը, Սամվել Հովհաննիսյան, նրան հետում էր 15 տարի։ Տեսել էր նրան ամենատարբեր վիճակներում, հոգնած, լարված, հիվանդ գրիպով, վիրահատությունից հետո։ Բայց այն, ինչ նա տեսավ այդ գիշեր, շատ տարբեր էր։ Սարգսյանը նստած էր իր աշխատասենյակի բազկաթոռում, աջ ձեռքը սեղմած ձախ կողքին։ Շունչը կարճ, անհավասար, դեմքը ծածկված քրտնով։ «Ցավը սկսվեց երեկոյան, բայց չէի ուզում մարդկանց անհանգստացնել», ասաց նա։ Սամվելը անմիջապես սկսեց հետազոտություն։ Արյան ճնշումը բարձր էր, 180-110, սիրտը բաբախում էր անկանոն ռիթմով, աջ ձեռքում թեթ դողում։ «Դուք երբ վերջին անգամ քնեցիք նորմալ», հարցրեց Սամվելը։ Սարգսյանը մտածեց երկար։ «Չգիտեմ», ասաց նա վերջապես։
Գուցե շաբաթ առաջ։ Կամ 2։ Սամվելը գրեց դեղորայք սրտի համար, ճնշման համար, նյարդերի համար։ Բայց երբ փորձեց խորհուրդ տալ հանգստի պահ, Սարգսյանը ցնորեց գլուխը։ Հիմա չեմ կարող, ասաց նա։ Չափազանց շատ բան է կախված ինձնից։ Սամվելը նայեց նրան ուշադիր։ Նրանք լինել էին բարեկամներ, ոչ միայն բժիշկ հիվանդ։ Սամվելը հիշում էր երիտասարդ Ֆադեին, լիքը էներգիայով, հավատով գիտության մեջ, երազանքով փոխել աշխարհը տեխնոլոգիաների միջոցով։ Հիմա դիմացը նստած էր ոչնչացված մարդ, ում կյանքը կամ գաղտնիքները սպառում էին նրան ներսից։ Ֆադեյ, դու չես կարող շարունակել այսպես, ասաց Սամվելը հանգիստ։ Քո մարմինը հանձնվում է։ Սարգսյանը դարձրեց իր գլուխը դեպի պատուհանը, որտեղից տեսանելի էր Արզնու լճի մութ ջուրը։ Ես գիտեմ, ասաց նա թույլ ձայնով։ Բայց եթե դադարեմ, ես կորցնեմ ամեն ինչ։ Սամվելը հետագայում հիշում է այդ խոսակցությունը որպես առաջին ազդանշան։ Նա զգաց, որ Սարգսյանը թաքցնում է մեծ բեռ, ոչ թե բժշկական, այլ բնույթի։ Բայց երբ հարցրեց, Սարգսյանը փակվեց։ Նա զրուցեց իր ընտանիքի մասին, որդու հաջողությունների մասին Փարիզում, դստեր նոր մեքենայի մասին։ Խուսափեց խոսել իր աշխատանքի, ինստիտուտի, գործարանների մասին։ Սամվելը թողեց դեղերը, խնդրեց մի շաբաթից հետո հեռախոսով զանգահարել, ասելու վիճակի մասին։ Սարգսյանը խոստացավ։ Բայց այդ զանգը երբեք չեկավ։ Փոխարենը 2 օր անց Սամվելը ստացավ զանգ Սարգսյանի տնից։ Նրա կինը, Շուշանը, լուրջ անհանգստության մեջ էր։ Ֆադեյը հրաժարվում էր դեղեր ընդունել, պնդում էր, որ ամեն ինչ կարգին է, բայց գիշերները չէր քնում, շրջում էր տանը, ստուգում էր պատուհանները, դռները։ Սամվելը եկավ կրկին։ Այս անգամ Սարգսյանը նստած էր իր ննջասենյակում, մութ լույսում։ Չէր թույլ տալիս բացել լամպերը։ Նրանք գիտեն, որ ես տանը եմ, ասաց նա։ Սամվելը հարցրեց. Ո՞վ։ Սարգսյանը չպատասխանեց։ Նա միայն կրկնեց մի քանի անգամ. նրանք գիտեն։ Սամվելը փորձեց հանգստացնել, բացատրել, որ սա կարող է լինել նյարդային ծայրահեղություն, թաքնված դեպրեսիա, ստրեսի հետանգ։ Բայց Սարգսյանը հայացքը կարծրացրեց։ Դու չես հասկանում, ասաց նա։ Ես չեմ պատկերացնում։ Ես գիտեմ։ Այնուհետ նա բացեց իր գրասեղանի դարակը, հանեց մի ծրար թղթեր։ Դրանք նամակներ էին, առանց ստորագրության, առանց հասցեի։ Յուրաքանչյուր նամակ ներառում էր մի նախադասություն։ Մենք չենք մոռանալու։ Դավաճանությունը պատիժ ունի։ Քեզ գտնելը հեշտ է։ Ո՞վ էր ուղարկում այդ նամակները։ Սամվելը հարցրեց բարձր։ Սարգսյանը ծալեց դրանք, դրեց հետ դարակը։ Նա պատասխանեց մեկ բանով, որը Սամվելը երբեք չէր սպասում։ Մարդիկ, որոնց կյանքները ես ոչնչացրի, ասաց նա։ Կարծես դա բավական էր։ Կարծես դա բացատրում էր ամեն ինչը։ Սամվելը զգաց սառը ալիք, անցնելով իր ողնաշարով։ Նա հասկացավ, որ Սարգսյանի հիվանդությունը չէր միայն ֆիզիկական։ Դա էր հեղձուցիչ մեղքի, թաքնված գաղտնիքների, ամբողջ կյանքի ծանրության բեռը։ Նա անդրադարձավ, թե արդյոք դեղերը կարող էին օգնել մարդուն, ում հոգին գտնվում էր այնպիսի մթության մեջ։ Պատասխանը պարզ էր՝ ոչ։ Բայց նա որոշեց փորձել։ Նա գրեց նոր դեղորայք, ավելի ուժեղ, ավելի համակարգված, խնդրեց Շուշանին հետել, որ Ֆադեյը ընդունի դրանք։ Ապա հեռացավ այդ տնից, զգալով, որ այդ տանը մարդը դանդաղ մեռնում է ոչ թե հիվանդությունից, այլ ինչ-որ անտեսանելի կշռոտից, որը ջզվում էր ամեն օր ավելի ու ավելի ուժեղ։ Ընտանիքը իմանում էր։ Դա ամենավատն էր։ Սարգսյանի դուստրը Գայանեն, ով 31 տարեկան էր 1992-ին, երկար ժամանակ տարակուսանքի մեջ էր հոր վարքի մասին։ Հայրը, ում նա հիշում էր որպես հանգիստ, կանոնավոր, կանխատեսելի մարդ, փոխվել էր ինչ-որ բանի մեջ, անճանաչելիության աստիճան։ Նա խուսափում էր ընտանեկան արարողություններից։ Շատ ժամանակ անցկացնում էր իր գրասենյակում, փակ դռների ետում։ Հեռախոսազանգերը շատացել էին, ոմանք գիշերվա ուշ ժամերին։ Մի օր Գայանեն նկատեց մի բան անսովոր։ Նրա հայրը պահում էր երկրորդ պայուսակ մեքենայում, միշտ կողքին։ Պայուսակը երբեք չէր բացում տանը։ Երբ նա մի անգամ փորձեց հարցնել, ինչն է այնտեղ, Սարգսյանը պատասխանեց կոշտ ձայնով՝ աշխատանքային փաստաթղթեր։
Բայց Գայանեն նկատել էր, որ պայուսակը քաշում էր ավելի քան պարզ թերթերը կարող էին քաշել։ Նա հիշում էր մի առավոտ, երբ հայրը մոռացել էր պայուսակը ննջասենյակում։ Գայանեն մոտեցավ, դիպավ, զգաց ներսում մետաղական ինչ-որ բան։ Ծանր, սառը։ Նա սարսափեց, մտածելով, թե ինչու նրա հայրը կարիք ունի կրելու որևէ մետաղյա առարկա իր հետ։ Մի գիշեր Շուշանը Գայանեն նստել էին խոհանոցում, ուշ, երբ Ֆադեյը փակվել էր իր գրասենյակում։ Շուշանը լաց էր լինում։ Նա ասաց, որ անհանգիստ է իր ամուսնու մասին, որ ինչ-որ բան սխալ է, որ նա այլևս չի ճանաչում մարդուն, ում հետ ապրել է 30 տարի։ Գայանեն փորձեց հանգստացնել մորը։ Բայց ներսում նա նույնպես վախենում էր։ Նրանք խոսեցին, թե արդյոք պետք է հարցնել ուղղակիորեն, թե արդյոք պետք է կապ հաստատել որևէ մեկի հետ, ով կարող էր օգնել։ Բայց կողմից ինչ։ Նրանք չգիտեին, թե ինչն էր իրականում տեղի ունեցել։ Պատասխանը եկավ անսպասելի ձով։ Մարտի սկզբին Գայանեն հանդիպեց հին ընկերուհու հետ, ով աշխատում էր ֆինանսների նախարարության մեջ։ Նրանք խոսեցին տարբեր ամեն ինչի մասին, մինչ ընկերուհին առիթ գտավ անմիջապես հարցնել։ Գայանե, քո հայրը լավ է արդյոք, հարցրեց նա։ Գայանեն զարմացավ։ Ինչու հարցնում ես, ասաց նա։ Ընկերուհին ամաչկոտաբար նայեց շուրջը, ապա ասաց թույլ ձայնով, որովհետև նախարարության մեջ խոսակցություններ կան։ Ասում են, որ քննություն է սկսվել կիբերնետիկայի ինստիտուտի ֆինանսական գործարքների մասին։ Որ կասկածներ կան հսկայական գումարների անհայտացման մասին։ Գայանեի սիրտը դադարեց մի վայրկյան։ Նա փորձեց պահպանել հանգիստ դեմք։ Դա պետք է սխալ լինի, ասաց նա։ Բայց ներսում նա հասկացավ, որ դա բացատրում էր ամեն ինչը՝ հորվարքը, լարվածությունը, գաղտնի զանգերը, երկրորդ պայուսակը։ Այդ երեկոյան Գայանեն վերադարձավ տուն, տեսավ իր հորը նստած սալոնում, լույսերը անջատած։ Նա հարցրեց, թե արդյոք կարող է խոսել նրա հետ։ Սարգսյանը գլուխը շարժեց։ Գայանեն նստեց դիմացը։ Երկար լռություն։ Ապա նա հարցրեց ուղղակիորեն, հայր, արդյոք դու անել ես ինչ-որ բան, որը կարող է վնաս հասցնել մեզ։ Սարգսյանը նայեց դստերը երկար, կարծես չափում էր, թե որքան ճշմարտություն կարող է բացահայտել։ Ապա նա ասաց մեկ բան, որը Գայանեն երբեք չէր մոռանա։ Ես արել եմ այն, ինչ անհրաժեշտ էր այդ ժամանակ։ Բայց հիմա ես չգիտեմ, թե արդյոք դա ճիշտ էր։ Պետական արխիվում գոյություն ուներ հատուկ բաժին, կոդով K136։ Այնտեղ պահվում էին գաղտնի, որ գոյություն ուներ միայն 3 օրինակ։ Ներսում ամբողջական տվյալներ Սարգսյանի առողջության մասին, փախուստի պլանները, ինչ-որ սարսափելի բան, ամբողջական ցուցակ նրանց, ովքեր ստացել էին վճարումներ օֆշորային հաշիվներից։ Անուններ, գումարներ, ամսաթվեր։ 1992 մայիսի 2-ին մի խումբ անհայտ մարդիկ մտավ արխիվ ուշ գիշերը։ Երբ աշխատակիցները եկան հաջորդ առավոտյան, պահարանը դատարկ էր։ Փաստաթղթերը վառվել էին մոխրի աստիճան։ Ով ուներ մուտքի իրավունք այդ հատուկ բաժին։ Ով կարող էր տալ հրահանգ ոչնչացնել ապացույցները հենց այն պահին, երբ քննությունը սկսվում էր։ Եվ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այդ մոխրացված թղթերը, որ մեկը պատրաստ էր ռիսկի դիմել բոլոր ապագա տարիների բանտը, դրանք ոչնչացնելու համար։ Ֆադեյ Սարգսյանի մարմինը փլվում էր։ Ոչ թե մեկ օրում, այլ տարիներ շարունակ, դանդաղ, անխուսափելի, ցավոտ։ 1986-ին նա քաշում էր 85 կիլոգրամ։ 1992-ին 67։ Աչքերի տակ խորը մութ շրջանակներ։ Մաշկը, մոխրագույն, կարծես լույսը դադարել էր հասնել։ Ձեռքերը դողում էին, երբ նա ստորագրում էր փաստաթղթեր։ Ամեն քայլ տանում էր ավելի քիչ վստահությամբ։ Մարդիկ հիշում են, թե ինչպես նա մտնում էր ինստիտուտ, արդեն դժվարությամբ շնչելով 2 հարկ լանջ բարձրանալուց հետո։ Բժիշկ Սամվելը տեսավ այդ փոփոխությունները առաջինը։ Նա պահպանում էր գաղտնի նոթեր, յուրաքանչյուր այցելության մասին։ 1992 ապրիլ, արյան ճնշումը 192-120, աջ ձեռքում մշտական դողալ, գիշերները անքուն։ Մայիս, սրտի անկանոն բաբախում, կրծքավանդակում ցավ, ձախ ոտքում թմրություն։ Հունիս, քաշի կորուստ 3 կիլոգրամ 2 շաբաթում, հաճախակի գլխապտույտ, տեսողության մթագնում։ Սամվելը բացահայտորեն խոսեց Ֆադեյի հետ։ Ասաց, որ մարմինը ազդանշաններ է ուղարկում։ Որ եթե նա չհանգստանա, սրտի կաթված կամ ինսուլտ են սպասվում մոտ ապագայում։
Սարգսյանը միայն ժպտաց թույլ։ Ասաց, ես հանգստանալու եմ շուտով։ Շատ շուտով։ Գործարանների վաճառքը եղավ արագ, գրեթե անզգալի։ Մեկ առ մեկ Միկրոնը Աբովյանում, Էլեկտրոնը Արտաշատում, Ալգորիթմը Վանաձորում։ Յուրաքանչյուր գործարան անցնում էր մասնավոր ձեռներին մի քանի ամսում։ Պաշտոնական պատճառը մասնավորեցում։ Իրական պատճառը ներքին գործարք, որտեղ գնորդներն արդեն նախապես գիտեին գները, պայմանները, ժամկետները։ Գործարանը Միկրոնը վաճառվեց $2 միլիոն դիմաց։ Նախնական գնահատումը եղել էր 15 միլիոն։ Արտաշատի գործարանը $1.5 միլիոն, թե սարքավորումները միայն պետք է արժեին 7 միլիոն։ Գումարները փոխանցվում էին պետական հաշիվներ, բայց անմիջապես անհետանում էին, տարանջատվելով տասնյակ փոքր փոխանցումների միջոցով դեպի անծանոթ ընկերություններ։ Վազգենկն հայտնվեց Իստանբուլում հունիսին։ Նա բացեց ընկերություն Techsystems International անունով։ Պաշտոնական գործունեությունը համակարգչային սարքավորումների ներմուծում։ Իրական գործունեությունը հայկական գործարանների սարքավորումների վերավաճառք Թուրքիայում, Իրանում, ուրիշ տեղերում։ Վազգենը չէր թաքցնում։ Նա տվեց հարցազրույց թուրքական թերթին, որտեղ պարծենում էր, որ փրկել է արժեքավոր տեխնոլոգիան քաոսից։ Նա չասաց, թե ում մասին ստացել էր այդ սարքավորումները։ Չնշեց, թե որտեղից եկան սկզբնական կապիտալը։ Բայց թուրքական բիզնես շրջանակներում հայտնի էր, որ Վազգենի գործընկերը Հայաստանից ուղարկում էր նրան կոնտակտներ, փաստաթղթեր, անգամ օգնում էր մաքսային թույլտվություններ ստանալ։ Արմանն դարձավ լեգենդ ֆինանսական շրջանակներում։ Տղամարդ, ով միշտ գիտեր, թե որ թուղթն է պետք ստորագրել։ 1992-ին նա ստորագրեց 36 արտահանման թույլտվություն սարքավորումների համար, որոնք դասակարգված էին որպես ռազմավարական։ Ինչպես նա հիմնավորեց։ Պարզ, նա դրանք վերադասակարգեց որպես հնացած տեխնոլոգիա։ Միկրոչիպերը, որոնք օգտագործվել էին հրթիռային համակարգերում, նա ճանաչեց որպես կրթական նյութ։ Համակարգիչները, որոնք մշակված էին ատոմակայանների համար, նա նշեց որպես սովորական հաշվողական մեքենաներ։ Արմանը վաստակեց կոմիսիոն յուրաքանչյուր ստորագրված փաստաթղթի համար։ Միջինը 3% գործարքի արժեքից։ 92-ին միայն նա վաստակեց մոտավորապես $200,000։ Սերգեյան կառավարում էր փողային հոսքերը։ Նրա բանկը, Արարատ Ֆինանս, դարձավ կենտրոնական կետ արտագնա փոխանցումների համար։ Վկայությունները ցույց են տալիս 106 տարբեր գործարք տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր գործարքը պաշտոնապես նկարագրված էր որպես համագործակցության ծախսեր, կոնսուլտացիոն վճարներ, ներդրումային ծրագրեր։ Իրականում դրանք էին վճարումներ ցանցի անդամներին, ովքեր ապահովում էին գործարքների հեշտացումը։ Սերգեյն ինքը ստանում էր 4% յուրաքանչյուր փոխանցումից։ Բանկային փաստաթղթերը ցույց են տալիս, որ նրա անձնական հաշիվը աճեց 0-ից մինչ $6 միլիոն 2 տարվա ընթացքում։ Նրանք գործում էին որպես մեքենա։ Միասին, նախապես պլանավորված, նախապես համակարգված։ Բայց ով էր մեքենայի շարժիչը։ Ով էր հավաքել այդ մարդկանց։ Ով էր գիտեր նրանցից յուրաքանչյուրի թույլ կողմերը, գաղտնիքները, ընտանիքները։ Ով ուներ բավարար իշխանություն, որ համոզի նրանց բոլորին մասնակցել ռիսկային ոչնչացման գործին։ Պատասխանը գտնվում էր մի տեղում, Սարգսյանի գաղտնի տետրում, որը նա պահում էր իր տան անձնական սեյֆում։ Տետր, որտեղ գրված էին բոլոր անունները, բոլոր վճարները, բոլոր պարտավորությունները։ Տետր, որը նա ցույց տվեց մեկ անգամ միայն մեկին, Վազգենկին, որպես երաշխիք, որ մենք կապված ենք հավերժ։ Գիտեք, թե ինչ տեղի է ունենում, երբ դավաճանությունը դառնում է միակ ճանապարհ։ 1992 հուլիսին Սարգսյանը հրավիրեց գաղտնի հանդիպում իր վիլլա Արզնում։ Նրանք եկան բոլորը՝ Վազգենը, Արմանը, Սերգեյը, Հրաչը և երկու այլ մարդիկ, ում անունները թաքնված մնացին։ Նրանք նստեցին խավարում տնակում, պատուհանները փակ վարագույրներով։ Սարգսյանը սկսեց հանգիստ։ Ասաց, որ քննությունը սկսվել է։ Որ պետական անվտանգությունը հարցաքննում է նախկին աշխատակիցներին։ Որ արխիվները թե ոչնչացված են, բայց վկաներ կան։ Որ անհրաժեշտ է նոր պլան, պաշտպանվելու համար։ Հրաչը հարցրեց. ինչպիսի պլան։ Սարգսյանը տվեց պարզ, սառը, հաշվարկված պատասխան։ Ասաց, մենք պետք է քանդենք ճանապարհները մեր ետևից։
Ասաց, պետք է ոչնչացնել բանկային վավերագրերը, պետք է համոզել վկաներին լռել, պետք է անհետանալ նրանց, ովքեր կարող են խոսել։ Սերգեյը հարցրեց, դա նշանակում է սպանություն։ Սարգսյանը շտկեց, դա նշանակում է ապրելու իրավունք։ Սենյակում լռություն տիրեց։ Ապա Արմանը ասաց մեկ բան, որը ամբողջովին բացահայտեց իրավիճակի ահավորությունը։ Ասաց, մենք արդեն այնքան խորն ենք, որ միակ ճանապարհը դուրսը միայն ավելի խորը։ Նրանք քվեարկեցին։ 6-ից 5-ը, այո։ 1-ը, Հրաչը, հրաժարվեց։ Նա ասաց, որ ինքը չի մասնակցի սպանությունների։ Սարգսյանը նայեց նրան երկար, ապա ասաց պարզ բառեր, ապա դու դուրս ես։ Հրաչը հեռացավ այդ տնից, երբեք այլևս չտեսավ Սարգսյանին ողջ։ Գործարքը խորհրդակցական խմբի հետ ներառում էր, բայց ոչ միայն փող։ Ներառում էր նա երաշխիք։ Երաշխիք, որ եթե մեկը խոսի, մյուսները կվկայեն նրա դեմ։ Երաշխիք, որ եթե մեկը փախնի, մյուսները կգտնեն նրան։ Սարգսյանը կազմակերպեց համատեղ ակտիվ բանկային հաշիվ, որտեղ բոլորը ներդրեցին փող։ Այդ հաշիվը չէր կարող բացվել առանց բոլորի ստորագրության։ Սա նշանակում էր, որ եթե մեկը դավաճանի, բոլորը կկորցնեն ամեն ինչը։ Սա էր նրա ապահովագրությունը։ Բայց ոչ բոլոր ապահովագրությունները աշխատում են հավերժ։ 1992 օգոստոսին մի նախկին ինժեներ գործարանից Միկրոն գնաց դատախազություն։ Նա ուներ պատճեններ փաստաթղթերից, որոնք ցույց էին տալիս գործարանի իրական արժեքը վաճառքի գինը միջ տարբերությունը։ 13 միլիոն դոլար տարբերություն։ Նա ուներ ձայնագրված զրույց մի խմբի անդամի հետ, որտեղ խոսվում էր միասնական ցանցի մասին։ Դատախազությունը սկսեց քննություն։ Ինժեները տվեց վկայություն 3 ժամ շարունակ։ Երբ նա դուրս եկավ, նա զգաց, որ ազատվել է մեծ բեռից։ Նա վերադարձավ տուն, պատմեց կնոջը, որ վերջապես արեց ճիշտը։ 6 օր հետո այդ ինժեները գտան մահացած իր բնակարանում։ Պաշտոնական եզրակացությունը՝ սրտի կաթված։ Բայց հարանները հիշում են, որ նրանք տեսան 2 անծանոթ մարդկանց, մտնելով շենք երեկոյան ժամը 8-ին դուրս գալիս ժամը 10-ին։ Հիշում են, որ լսել են բարձրացված ձայներ, կոտրվածքի ձայն, ապա լռություն։ Երբ ոստիկանությունը քննեց դեպքը, նրանք չգտան ոչ մի ապացույց բռնության։ Փաստաթղթերը, որոնք ինժեները տարել էր դատախազություն, անհետացել էին նրա բնակարանից։ Ձայնագրված զրույցը՝ նույնպես։ Դատախազությունը պահպանեց պատճենները, բայց առանց ինժեների վկայության դրանք անբավարար էին։ Գործը փակվեց 5 ամիս հետո, բավարար ապացույցների բացակայության պատճառով։ Բայց պատմությունը չդադարեց այնտեղ։ 1993 փետրվարին մի լրագրող սկսեց իր հետաքննությունը։ Նա հրապարակեց հոդված «Կորած միլիարդներ» վերնագրով։ Նրա հետազոտությունը հիմնված էր բանկային փոխանցումների վերլուծության, հարցազրույցների նախկին աշխատակիցների հետ, օֆշորային ընկերությունների հետագծման վրա։ Հոդվածում նշվում էին անուններ. Վազգեն Կ. Արման, Սերգեյա։ Եվ վերջում մի նախադասություն, որը փոխեց ամեն ինչ։ Բայց իրական հարցը չէ, ովքեր հողացրին։ Իրական հարցն է, ով ստացավ։ Պատասխանը եկավ հաջորդ օրը։ Անհայտ աղբյուր ուղարկեց լրագրողին փաթեթ փաստաթղթերի, բանկային տեղեկատվություն մի հաշվի մասին Շվեյցարիայում։ Հաշիվը բացված էր 1990-ին։ Կառավարվում էր հավատարմագրի միջոցով, անունը Horizon International Holdings։ Իսկական շահառուն թաքնված էր օֆշորային շերտերի ետում։ Բայց փոխանցումների վերլուծությունը ցույց տվեց ինչ-որ հետաքրքիր։ Յուրաքանչյուր անգամ, երբ համատեղ ակտիվ հաշիվը ստանում էր մեծ գումար, 2 օր հետո մի մասը փոխանցվում էր շվեյցարական հաշիվ։ Միջինը 30%։ Լրագրողը պատրաստվում էր հրապարակել երկրորդ հոդված այդ հետքի մասին։ Բայց նա երբեք չկարողացավ։ Նա մահացավ ավտովթարից 1993 մարտի 15-ին։ Պաշտոնական տարբերակը՝ մեքենայի կորուստ վերահսկողության։ Բայց վթարի փորձագետները հետագայում հայտնաբերեցին, որ խեժային համակարգը փոխվել էր։ Խեժի խողովակները կտրված էին գրեթե լրիվ, այնպես, որ առաջին ուժեղ սեղմումից հետո խեժերը կարող էին լիովին ձախողվել։ Ոստիկանությունը բացեց քննություն սպանության կասկածով, բայց երբեք չգտավ կասկածյալ։ Փաստաթղթերը, որոնք լրագրողը պատրաստել էր երկրորդ հոդվածի համար, անհետացան նրա գրասենյակից։
Նրա համակարգիչը ֆորմատավորվեց մինչ անհետը։ Ով կարող էր։ Այդ հարցը տանջում է բոլորին, ովքեր հետում էին այդ պատմությանը։ Ով ուներ ռեսուրսները, սպանել երկու մարդկանց թաքցնել ապացույցները։ Ով ուներ կապերը ոստիկանության դատական համակարգի մեջ, փակել քննությունները։ Ով ուներ մոտիվը, պաշտպանել այդ գաղտնիքները նույնիսկ սպանությունների գնով։ Վազգենը, Արմանը, Սերգեյը, ոչ մեկը չուներ այդ մակարդակի իշխանություն։ Նրանք էին միջին մակարդակի խաղացողներ։ Իսկական իշխանությունը պատկանում էր մեկին, ով մնում էր ստվերում։ 1993 մայիսին Սարգսյանը հիվանդացավ ծանր։ Նա տեղափոխվեց հիվանդանոց, շնչառության սուր անբավարարությամբ։ Բժիշկները ախտորոշեցին բարդ սրտի ծանր անբավարարություն։ Նա մնաց հիվանդանոցում 2 շաբաթ։ 1993 հուլիսի 18-ին, ուշ երեկոյան, երբ Երանը արդեն մտել էր գիշերային լռության մեջ, Սարգսյանի վիլլայի դարպասները բացվեցին անսովոր հյուրի համար։ Այցելուն չէր գրանցվել ոչ մի վարորդի մոտ։ Չէր եկել պաշտոնական մեքենայով։ Նա հայտնվեց հետիոտ մութ շապիկով, առանց դիմափոշի։ Պահակը, նույն Արթուրը, ով տարիներ շարունակ պահպանում էր ինստիտուտի գաղտնիքները, չնայեց այցելուին։ Նա ուղղակի բացեց դուռը, կարծես սպասում էր։ Կարծես այդ այցելությունը պատկանում էր հատուկ ցանկին, անտեսանելի մարդկանց, ում մասին երբեք հարց չեն տալիս։ Այցելուն անցավ դարպասով, անմիջապես անհետացավ ստվերում, տանը դեպի։ Արթուրը մնաց դրսում, իր տեղում, աչքերը ուղղված հորիզոն, ականջները լարված այն ձայների հանդեպ, որոնք կարող էին գալ վիլայից։ Բայց ձայն չեկավ։ Միայն լռություն, այնքան խիտ, որ կարծես օդը ծանրացել էր։ Ներսում Սարգսյանը նստած էր իր գրասենյակում, լույսերը անջատած, միայն մի փոքր լամպ վառված գրասեղանի վրա։ Երբ այցելուն մտավ, Սարգսյանը չկանգնեց իրեն դիմավորելու համար։ Նա չասաց «բարի երեկո», չառաջարկեց նստել։ Նա միայն մատը ցույց տվեց բազկաթոռը դիմացի, լռելիայն հրավերով։ Այցելուն նստեց դանդաղ, շարժումները հաշվարկված, հայացքը անընդհատ ուղղված Սարգսյանի դեմքին։ Երկու մարդ, երկու ստվերներ, բաժանված միայն գրասեղանով, բայց իրականում բաժանված ամբողջ անդունդով միջ նրանց նպատակները։ Սարգսյանը խոսեց առաջինը։ Դուք եկաք ասելու, որ ամեն ինչը վերջացել է, ասաց նա։ Ձայնը հանգիստ էր, գրեթե փիլիսոփայական, ինչպես մարդը, ով արդեն ընդունել է իր ճակատագիրը։ Այցելուն չպատասխանեց իսկույն։ Նա հանեց իր պայուսակից մի ծրար թղթեր դրեց դրանք գրասեղանի վրա։ Փաստաթղթեր, բանկային համարներով, անունների ցուցակներով, ամսաթվերով։ Փաստաթղթեր, որոնք պետք է թաքնված մնային հավերժ։ Սարգսյանը հայեցավ թղթերին, բայց չանդրադարձավ դրանց կարդալու։ Նա գիտեր, ինչ են դրանք։ Գիտեր, թե ինչ նշանակություն ունեին դրանք։ Ինչ եք ուզում, հարցրեց նա ուղղակիորեն։ Այցելուն թեքվեց առաջ, արմունկները դրեց գրասեղանի վրա, ձայնը նվազեց մրմնջոցի։ Ես ուզում եմ ճշմարտությունը, ասաց նա։ Ուզում եմ իմանալ, թե ում համար դուք աշխատեցիք իրականում։ Որտեղ գնաց այն 30%-ը, որը երբեք չհասավ ձեր խմբին։ Ում հաշիվն է Շվեյցարիայում։ Սարգսյանը փակեց աչքերը պահմը։ Երբ բացեց, դրանցում տեսանելի էր ոչ թե վախ, այլ հոգնածություն։ Հոգնածություն մարդու, ով տարիներ շարունակ կրել է բեռ, որը ծանր էր նույնիսկ հսկայի համար։ Դուք չեք հասկանա, ասաց նա թույլ ձայնով։ Այցելուն սառը ժպտաց։ Փորձեք բացատրել, ասաց նա։ Եվ Սարգսյանը սկսեց խոսել։ Նա պատմեց պատմություն, որը չպատկանում էր պաշտոնական վերսիային։ Պատմություն մարդու մասին, ով հավատում էր, որ փրկում է հայկական գիտությունը, բայց վերջում հասկացավ, որ ինքն իսկ դարձել էր գործիք ավելի մեծ խաղի մեջ։ Նա խոսեց մարդու մասին Մոսկվայից, բարձրաստիճան ՀԿ ծառայողի, ով մոտեցավ նրան դեռ 1988-ին, երկար նախքան Խորհրդային Միության փլուզումը։ Այդ մարդը հայտնեց պարզ բան, համակարգը կփլի, բայց նրանք, ովքեր գիտեն ինչպես կազմակերպել, կարող են փրկել ռազմավարական ակտիվները։ Այցելուն ընդհատեց, և դուք հավատացիք։ Միամիտ գիտնականը հավատաց ՀԳԿ-ին։ Սարգսյանը նայեց նրան, աչքերում ցավ։ Ես ուզում էի հավատալ, ասաց նա։ Որովհետև այլընտրանքը նշանակում էր ընդունել, որ ամբողջ հայկական գիտությունը կմեռնի։ Փրկել ո՞մ համար, հարցրեց Սարգսյանը այն ժամանակ։ Նրանց համար, ովքեր կգան հետո, պատասխանեց ՀԿ մարդը։
Սարգսյանը հավատաց։ Կամ ուզում էր հավատալ։ Նա սկսեց պատրաստվել կազմակերպելով խումբ, ստեղծելով օֆշորային կառույցներ, պլանավորելով տեխնոլոգիաների տեղափոխումը։ Բայց ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ փրկությունը իրականում վերածվել էր վաճառքի։ Եվ նրանք, ովքեր կգան հետո, լինելու էին ոչ թե նոր գիտնականներ, այլ օլիգարխներ, ովքեր փնտրում էին արագ շահույթ։ Բայց արդեն ուշ էր դադարեցնելու։ Այցելուն լսեց ողջ պատմությունը առանց խոչընդոտելու։ Երբ Սարգսյանը լռեց, սենյակը կրկին ընկավ լռության մեջ։ Ապա այցելուն խոսեց, ձայնը սառը, անզուսպ։ Դուք արդարացնում եք դավաճանությունը փրկության անունով, ասաց նա։ Բայց իրականում դուք ընտրեցիք փողը հավատքի փոխարեն։ Ընտրեցիք անձնական անվտանգությունը երկրի ապագայի փոխարեն։ Եվ հիմա փորձում եք խաբել ինքներդ ձեզ, որ դուք զոհ եք, մինչդեռ դուք եք գործակատարը։ Սարգսյանը չհերքեց։ Նա միայն նայեց թղթերին, որոնք դեռ ընկած էին գրասեղանի վրա։ Ինչ եք անելու այդ փաստաթղթերով, հարցրեց նա։ Այցելուն կանգնեց, պատրաստվելով հեռանալ։ Դա կախված է ձեզնից, ասաց նա։ Եթե դուք մնաք լուռ, ես էլ կմնամ։ Բայց եթե դուք փորձեք փախչել, թաքցնել, ինչպես արել եք մինչ այժմ, այդ փաստաթղթերը կդառնան հանրային։ Նա հեռացավ, նույն լռությամբ, ինչպես եկել էր։ Սարգսյանը մնաց մենակ, նստած մութ գրասենյակում, ձեռքերը դողալով։ Գիտեք, թե ինչ տեղի է ունենում, երբ վստահությունը կոտրվում է մարդու կողմից, ում դուք համարում էիք ընտանիքի անդամ։ 1993 օգոստոսին Սարգսյանը զանգահարեց Հրաչին։ Այն Հրաչին, ով հեռացել էր խմբից 5 ամիս առաջ, հրաժարվելով մասնակցել ապակառուցողական միջոցառումներին։ Զանգը եկավ գիշերը, ժամը 3-ին։ Հրաչը արթնացավ հեռախոսի ծռնչյունից, սիրտը արդեն բաբախում էր անհանգստությունից։ Նա գիտեր, որ Ֆադեյը երբեք չէր զանգահարի այս ժամին առանց լուրջ պատճառի։ Ալո, ասաց նա զգուշորեն։ Հեռախոսի մյուս ծայրում Սարգսյանի ձայնը թվում էր խորտակված։ Հրաչ, ես սխալվել եմ քեզ նկատմամբ, ասաց նա։ Դու ճիշտ էիր։ Ամեն ինչը սխալ էր սկզբից։ Հրաչը նստեց անկողնում, փորձելով արթնանալ լիովին։ Ֆադեի, ինչ է պատահել, հարցրեց նա։ Սարգսյանը շնչեց խորը, ձայնը դողացող։ Նրանք գալիս են ինձ համար, ասաց նա։ Նրանք, ում ես կամ ծառայում, կամ դավաճանում եմ, ես չեմ իմանում այլս։ Նրանք ուզում են, որ ես անհետանամ։ Ֆիզիկապես կամ իրավապես, նրանց համար նույնն է։ Հրաչը զգաց սառը ալիք անցնելով ողնաշարով։ Նա հիշեց այն գիշերը, երբ նա հեռացել էր խմբից, զգալով, որ մնալը նշանակում է կորցնել իր հոգին։ Բայց նա հիշում էր 30 տարվա բարեկամությունը։ Փախիր, ասաց Հրաչը հանկարծ։ Վերցրու ընտանիքդ գնա Ռուսաստան, Վրաստան, ուր էլ լինի, բայց հեռացիր այստեղից։ Սարգսյանը լուր ծիծաղեց, դառը, անհուսական ծիծաղ։ Դուք չես հասկանում, ասաց նա։ Փախուստ չկա նրանցից, ում ես ծառայել եմ։ Նրանք գտնում են մարդկանց ամենուր։ Զրույցը տեց 20 րոպե։ Սարգսյանը խոսեց իր վախերի մասին, որ նրա ընտանիքը կվնասվի, որ նրա անունը կդառնա հայհոյանք, որ նրա ողջ կյանքի աշխատանքը կնվազեցվի մի դավաճանության պատմության։ Հրաչը փորձեց համոզել, ասելով, որ ճշմարտությունն ազատացնում է, որ խոստովանությունը կարող է փրկել նրան։ Բայց Սարգսյանը գիտեր ավելի լավ։ Խոստովանությունը միայն կհաստատի մեղքը, ասաց նա։ Եվ նրանք չեն թողնի, որ ես խոստովանեմ։ Որովհետև իմ խոստովանությունը կքայքայի նրանց աշխարհը նույնպես։ Հրաչը հարցրեց. ով են այդ նրանք։ Բայց Սարգսյանը չպատասխանեց։ Նա միայն խնդրեց մի բան, եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, պահպանիր իմ հիշողությունը մաքուր իմ ընտանիքի համար։ Ապա անջատեց։ Հաջորդ օրը Հրաչը փորձեց կապ հաստատել Սարգսյանի հետ։ Հեռախոսը չպատասխանեց։ Նա գնաց վիլլա, բայց պահակը ասաց, որ Սարգսյանը հրահանգներ է տվել, չընդունել ոչ ոքի։ Հրաչը թողեց նամակ, խնդրելով հանդիպման, բայց պատասխան երբեք չեկավ։ Օգոստոսի վերջին Հրաչը տեսավ հաղորդագրություն լրատվամիջոցներում, ակադեմիկոս Սարգսյանը հոսպիտալացվել է սուր սրտային անբավարարության պատճառով։ Նա փութաց հիվանդանոց, բայց նրան չթույլատրեցին մուտք գործել։ Միայն ամենամոտ ընտանիքը, ասաց բուժքույրը։ Հրաչը կանգնեց միջանցքում, զգալով անուժություն։ Նա հասկացավ, որ նրա բարեկամը մեկուսացվել է։
Թե նրա կողմից, թե ուրիշների կողմից անհայտ էր։ Բայց արդյունքը նույնն էր, Սարգսյանը մենակ էր իր վերջին մարտում։ Եվ հրաչը չէր կարող օգնել։ Հիվանդանոցում Սարգսյանը պառկած էր սպիտակ մահճակալում, սարքավորումներով շրջապատված։ Նրա կինը Շուշանը, դուստրը Գայանեն հերթափոխով նստում էին կողքին։ Բժիշկները ասում էին, որ վիճակը կայուն է, բայց ոչ ոք չէր հավատում։ Սարգսյանի դեմքը ծածկված էր մեղքի հոգնածության նշաններով։ Երբ նա արթնանում էր, նա նայում էր առաստաղը, կարծես փնտրելով պատասխան հարցի, որը երբեք չտվեց բարձրաձայն։ Մի օր Գայանեն նստեց կողքին, բռնեց նրա ձեռքը։ «Հայր, ինձ ասա ճշմարտությունը», ասաց նա թույլ ձայնով։ «Ինչու ամեն ինչը այսպես վերջացավ»։ Սարգսյանը շրջեց գլուխը դեպի նրան, աչքերը լի արցունքներով։ «Որովհետև ես միշտ մտածում էի, որ ես ավելի խելացի եմ, քան եմ իրականում», ասաց նա։ «Մտածում էի, որ կարող եմ խաղալ նրանց խաղը հաղթել։ Բայց նրանք խաղում էին ուրիշ մակարդակում։ Եվ ես պարզապես խաղաքարն էի»։ Գայանեն չհասկացավ, բայց չհարցրեց ավելին։ Նա միայն սեղմեց ավելի ամուր նրա ձեռքը, մնաց այնտեղ, լռելիայն աջակցությամբ։ Սարգսյանը փակեց աչքերը։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Գիտեր, որ որոշ գաղտնիքներ մեռնում են նրանց տերերի հետ։ Բայց մի գաղտնիք, մեկը, ամենակարևորը, նա պետք է վստահեր մեկին։ Նա խնդրեց մասնավոր պահ Շուշանի հետ։ Երբ նրանք մնացին երկուսով, նա հանեց իր շապիկի տակից փոքր բանալի։ «Այդ բանալին բացում է մեր տան գաղտնի սեյֆը», ասաց նա։ «Նկուղում, աջ անկյունում, խորշի ետում։ Այնտեղ կա տետր։ Այդ տետրում գրված է ամեն ինչ։ Բայց դու երբեք մի կարդա դա։ Պարզապես ոչնչացրու դա։ Այրիր կամ թաղիր, բայց մի թող, որ ուրիշը գտնի»։ Շուշանը վերցրեց բանալին, ձեռքերը դողալով։ Նա նայեց իր ամուսնուն, մարդուն, ում հետ ապրել էր 30 տարի, բայց հիմա թվում էր անծանոթ։ «Ինչ է այնտեղ գրված», հարցրեց նա։ Սարգսյանը շրջեց գլուխը դեպի պատուհանը։ «Ճշմարտությունը, որը կոչնչացնի շատ մարդկանց», ասաց նա։ «Ներառյալ ինձ»։ Նա չավելացրեց ավելին։ Շուշանը դրեց բանալին իր պայուսակը, երդվեց, որ կատարի նրա խնդրանքը։ Բայց սրտում նա գիտեր, որ երբեք չի ոչնչացնի այն տետրը առանց կարդալու։ Որովհետև նա պետք է իմանար, ինչն էր փոխել մարդուն, ում սիրել էր, անճանաչելի ստվերի։ Բայց այդ հարցի պատասխանը կգար ուշ։ Չափազանց ուշ, փոխելու համար որևէ բան։ 1993 սեպտեմբերի 21-ին Սարգսյանը ստացավ հատուկ թույլտվություն, մեկ օր տանն անցկացնելու համար։ Բժիշկները դեմ էին, բայց նա պնդեց։ Ասաց, որ ուզում է տեսնել Արզնու լիճը վերջին անգամ, շնչել տան օդը, նստել իր սիրելի բազկաթոռում։ Բժիշկները տվեցին դեղեր, խստիվ հրահանգեցին վերադառնալ հիվանդանոց երեկոյան մինչ 8-ը։ Պահակ Արթուրը քշեց նրան տուն առավոտյան ժամը 10-ին։ Սարգսյանը նստեց ետի նստատեղում, նայելով Երանի փողոցներին, կարծես տեսնելով դրանք առաջին անգամ։ Կամ վերջին։ Մարդիկ քայլում էին, մեքենաներ անցնում էին, կյանքը շարունակվում էր իր նորմալ ռիթմով։ Բայց Սարգսյանի կյանքը դադարել էր լինել նորմալ շատ ավելի շուտ։ Տանը նա նստեց իր գրասենյակում, կարգադրելով, որ ոչ ոք չխանգարի։ Գայանեն, Շուշանը ունեին հանձնարարություններ քաղաքում։ Նա մնաց մենակ։ Նա վերցրեց իր անձնական տետրը, այն, որում նա գրել էր բոլոր տարիները, իր մտքերը, նրա երգչությունները, նրա մեղքերը։ Կարդաց առաջին էջը, գրված 1988-ին։ «Այսօր ես սկսեցի ճանապարհ, որը կամ կփրկի հայկական գիտությունը, կամ կոչնչացնի ինձ»։ Ապա վերջին էջը, գրված 3 գիշեր։ «Այսօր ես գիտեմ պատասխանը»։ Երկուսն էլ պատահեցին։ Նա փակեց տետրը, դրեց այն սեղանի վրա, վերցրեց փոքր թղթի կտոր։ Նա սկսեց գրել նամակ։ Նամակ առանց հասցեատիրոջ, առանց ստորագրության։ Միայն բառեր, ուղղված անծանոթին, ով հավանաբար երբեք չի կարդա։ Կամ կարդա, բայց չի հասկանա։ Նա գրեց մասին այն, ինչ իրականում տեղի էր ունեցել։ Մասին այն, թե ինչպես մեկը Մոսկվայից նրան համոզեց, որ փրկությունը հնարավոր է։ Մասին այն, թե ինչպես այդ փրկությունը դարձավ գործարք։ Մասին այն, թե ինչպես տեխնոլոգիաները, որոնք նա ստեղծել էր սիրով հավատով, վերածվեցին ապրանքի։ Եվ վերջում, անունը։
Անունը մարդու, ում նա երբեք չհանդիպել էր անձամբ, բայց ում համար նա աշխատել էր ամբողջ այդ տարիները։ Անունը մարդու, ով կառավարել էր ամբողջ գործողությունը ստվերից, միջնորդների, հեռախոսազանգերի, կոդավորված հաղորդագրությունների միջոցով։ Նա ավարտեց նամակը մեկ նախադասությամբ. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես ազատվել եմ»։ Նա ծալեց նամակը, դրեց ծրարի մեջ, վրա գրեց. «Բացել միայն իմ մահից հետո»։ Ապա կանչեց Արթուրին։ Երբ պահակը մտավ, Սարգսյանը դուրս հանեց փոքր շշուկ, լի թղթակ տորներով, դրեց այն Արթուրի ձեռքը։ Նա նայեց պահակի աչքերին, երկար, հաստատակամ հայացքով։ «Այս շշում է մարդու անունը, ով քանդեց ամեն ինչ», ասաց նա։ Գիտնական Աշոտ Մանուկյանը, նույն մարդը, ով 3 տարի առաջ փորձեց հրապարակել ինստիտուտի արխիվի փաստաթղթերը, բայց ես արգելեցի։ Նա անկաշառելի մարդ է։ Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, դու կտաս սա միայն նրան։ Ոչ ոք այլ։ Ոչ ոք։ Արթուրը վերցրեց շշուկը, չհարցնելով ոչինչ։ Նա սովորել էր տարիների ընթացքում, որոշ հարցեր ավելի լավ է չտալ։ Նա պահեց շշուկը իր ներքին թիկնակի գրպանում հեռացավ։ Սարգսյանը մնաց մենակ կրկին։ Նա նայեց պատուհանից դեպի Արզնու լիճը, ջուրը հանգիստ, արտացոլելով արի լույսը։ Հիշեց, թե ինչպես նա առաջին անգամ եկավ այստեղ երիտասարդ, լի երազանքներ, հավատալով, որ գիտությունը կարող է փոխել աշխարհը։ Հիմա նա գիտեր ճշմարտությունը։ Գիտությունը կարող է փոխել աշխարհը, բայց միայն եթե այն մնա անկախ։ Եվ նա թույլ էր տվել, որ դա դառնա գործիք, այլոց ձեռքերում։ Նա դարձավ ոչ թե ստեղծող, այլ մարիոնետ։ Այդ գիտակցումը ծանր էր։ Ավելի ծանր, քան ցանկացած ֆիզիկական ցավ, որը նա զգում էր գիշերներն իր հիվանդ սրտում։ Բայց այժմ, երբ ծրարը Արթուրի ձեռքում էր, երբ նամակը գրված էր, երբ բանալին Շուշանի մոտ էր, նա զգաց ազատություն։ Փոքրիկ, թույլ ազատություն, բայց ազատություն։ Երբե առաջին անգամ 15 տարում նա չուներ գաղտնիք, որը ճզմում էր նրա կրծքավանդակը։ Ճշմարտությունը այժմ դուրս էր նրանից։ Ապրում էր ուրիշ մարդկանց ձեռքերում։ Եվ նրանք որոշելու էին, երբ ինչպես այն բացահայտել։ Սարգսյանը վերադարձավ հիվանդանոց երեկոյան ժամը 7:20 րոպեին։ Բժիշկները ընդունեցին նրան, տարան իր սենյակը։ Նա պառկեց մահճակալում, խաղաղ, գրեթե ժպտալով։ Բուժքույրը նկատեց, զարմացավ։ Նա չէր տեսել Սարգսյանին այդքան հանգիստ վերջին 2 ամսում։ Երբ նա հարցրեց, արդյոք նա լավ զգում է, Սարգսյանը պատասխանեց, ավելի լավ, քան երբե։ Հաջորդ առավոտյան նա չարթնացավ։